Սաղմոս 86:8 ասում է. Քեզ նմանը չկա Տեր, և չկան քո գործերի պես գործեր։ Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առաջ, և պիտի փառք տան քո անվան համար։ Ամեն։ Միացիր մեզ, եկեք երգենք միասին։ Նման է Եղիայի օրերին, ասում է խոսքը Տիրոջ, սա է օրենքը ծառայիս Մովսեսի, արդարություն է հիմքում։ Նման է օրերը Եղիային, ասում է խոսքը Տիրոջ, սա է օրենքը ծառայիս Մովսեսի, արդարություն է հիմքում։ Թեև օրերն են պայքարի, սովի խավարի սրի, անապատում ձայն է հնչում, կանչում, պատրաստեցեք ճամփորդեք չի, գալիս է նա, ամպերի միջով, քայլում ինչպես աղև, փողեր են հնչում, բարձրացու ձայնը թվեր, հռչակի հաղթություն, Սիոներից, գալիս է աղթություն, գալիս է նա, ամպերի միջով, քայլում ինչպես աղև, փողեր են հնչում, բարձրացու ձայնը թվեր, հռչակի հաղթություն, Սիոներից, գալիս է աղթություն։ Նման է Եզեկիելի օրին, ոսկորն է կենդանանում, սա է քո ծառայի օրենքն է, խոսքն է, Դավթի խորանն է շինվում։ Նման է Եզեկիելի օրին, ոսկորն է կենդանանում, սա է քո ծառայի օրենքն է, խոսքն է, Դավթի խորանն է շինվում։ Թեև օրերն են պայքարի, սովի խավարի սրի, անապատում ձայն է հնչում, կանչում, պատրաստեցեք ճամփորդեք չի, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես աղև, փողեր են հնչում, բարձրացու ձայնը թվեր, հռչակի հաղթություն, Սիոներից, գալիս է աղթություն։ Չկա Տեր քեզ նմանը, 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 գալիս է նա, ամպերի միջով, քայլում ինչպես աղև, փողեր են հնչում, բարձրացու ձայնը թվեր, հռչակի հաղթություն, Սիոներից, գալիս է հաղթություն, գալիս է նա, ամպերի միջով, քայլում ինչպես աղև, փողեր են հնչում, բարձրացու ձայնը թվեր, հռչակի հաղթություն, Սիոներից, գալիս է հաղթություն, Սիոներից, գալիս է հաղթություն, Սիոներից, գալիս է հաղթություն։ Մենք եկեք փառք տանք և մեծարենք մեր ամենակալ Աստծուն, որտեղ միայն նա է արժանի ամեն փառքի, ամեն։ Տիրում ես դու ես հզոր Աստված, տիրում ես դու, տիրում ես դու
զոր Աստված տիրում ես դու մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի Արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Ամեն Փառվանեք Դու ես զոր Աստված տիրում ես դու ես զոր Աստված տիրում ես մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի Կապանքից և հավերջ փրկեց նա մեզ մեկերից և ազատ է հիմա և օժտում եք նրա Փառքես Տեր, փառքես մեր արքա մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի Հաջորդ երգը, որով դրաչ կերպակենք, երեք խորհում էի ճիշտ ասած, այս երգը բոլոր այն հոգիներին են վերաբերում, ովքեր ժամանակին եղել են անառակ որդու նման, ովքեր իրենց հոր տունը թողնելով գնացել են աշխարհ, ովքեր փնտրել են ուրիշ հայրեր, բայց մեր հայրը իր գիրկը բացած սպասել է ամեն ժամանակ մեր վերադարձին։ Տեր, մենք շնորհակալ ենք քո սիրո համար, քո ներողամտության համար, Տեր, և մենք, Տեր, ուզում ենք հռչակել այս խոսքերով, որ ժողովուրդների առաջ պիտի մեծարենք քո անունը, որ մեզ ամեն ժամանակ հնարավորություն ես տալիս, որ մեզ ամեն ժամանակ բարձրացնում ես մեր ընկած տեղից, որ լցնում ես մեր բաժակը, Տեր, քո օրհնություններով, որ մեր կյանքը վերցրել ես Տեր ձեռքերիդ մեջ ու փառավորվում ես նրանում։ Մենք կմեծարենք քո անունը, Տեր, հավիտյան քանի կանք, որտեղ դու արժանի ես առնելու ամեն երկրպագություն, Տեր։ Մեծարենք քո անունը, Տեր, հիմա։ Շնորհակալ ենք ներկայությանդ համար։ Փրկության բաժակս կվերցնեմ Չան սիրո խոսքեր կբարձրացնեմ Սորտաճարիդ մեջ քեզ Սամոսեր կհերքեմ Ողջ հոգով ու ողջ սրտով քեզ կօրհնեմ Փրկության բաժակս կվերցնեմ
Ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ Ժողովուրդների առաջ կօրհնենք քո սուրբ անունը Տեր Քանզի քո աչքերը ինձ տեսան Քո հայացքը ինձ գտա Քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածնից Արցունքներս մաքրեցիր Վերքերից կարմատերին Արյունովը ինձ հավես ծրվեցիր Նորից ելքի Քո աչքերը ինձ տեսան Քո հայացքը ինձ գտա Քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածից Արցունքներս մաքրեցիր Վերքերից կարմանդրին Արյունովը ինձ հավես ծրվեցիր Օրհնի Տիրոջ անունը Բարկության բաժակս կվերցնեմ Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Քո տաճարի մեջ քեզ կօրհնեմ Տեր Սուրբ տաճարիդ մեջ քեզ սամոսներ կերգեմ Ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ Բարկության բաժակս կվերցնեմ Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սամոսներ կերգեմ Ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ Հանդերձներս փոխեցիր Պատմության ինձ հագցրիր Իմ գլուխը նոր յուղով օծեցիր Նոր անվամբ ինձ կանչեցիր Շարանգով թքոչեցիր Սուրբ հոգով ինձ նոր մարտացրիր Հանդերձներս փոխեցիր Պատմության ինձ հագցրիր Իմ գլուխը նոր յուղով օծեցիր Նոր անվամբ ինձ կանչեցիր Շարանգով թքոչեցիր Սուրբ հոգով ինձ նոր մարտացրիր Բարկության բաժակս կվերցնեմ Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սամոսներ կերգեմ Ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ Բարկության բաժակս կվերցնեմ Քոնվան օրհնություն կասես Տեր Սիրո խոսքեր կբարձրացնեմ Քո տաճարի մեջ քեզ կմեծարեմ ու Սուրբ տաճարիդ մեջ քեզ սամոսներ կերգեմ Ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ Սիրելի ձայներս բարձրացնենք երգենք Վերքության բաժակս կվերցնեմ Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Ի պատասխան իմ շնորհակալության Սուրբ տաճարիդ մեջ քեզ սամոսներ Քո անունը կկանչեմ Տեր Ողջ հոգով եւ ողջ սրտով Հավիտյան կօրհնեմ քո սուրբ անունը Տեր որտեղ դու ողորմած ես Բարկության բաժակս կվերցնեմ Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ Սուրբ տաճարիդ մեջ քեզ սամոսներ կերգեմ Ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կօրհնեմ Ողջ հոգով Տեր կօրհնեմ քեզ Ողջ հոգով եւ
Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շարունակիր Տեր մեզ օրհնել քո ներկայությունով։ Շարունակենք մնանք Աստծո ներկայության մեջ, դուրս չգանք այս ներկայությունից։ Փակենք մեր աչքերը, կուզեք նստենք, կուզեք ծնկի եկեք, կուզեք կանգնած մնացեք, բայց ուզեմ որ աղոթքի մեջ լինենք։ Աղոթենք մեր շուրջի համար, մեր եկեղեցու համար, աղոթենք մեր ընտանիքների համար, աղոթենք մեր ընկերների համար։ Երբեք չգիտենք նրանք ինչի միջով կանցնեն։ Փակ բանենք մեր աչքերը, փառաբանենք մեր Տիրոջ, երկրպագենք, ասենք Տեր դու ես միակ Աստվածը, Տեր, դու ես ամենակարողը, Տեր իմ Աստվածս։ Միայն քեզ է կարոտում հոգիս, միայն քեզ է աղոթում հոգիս, միայն քեզ եմ ես սպասում, վայր հույսով եմ ես ապրում, այս մութ աշխարհում, այս սուտ աշխարհում, եկեք նորից ասենք միայն քեզ եմ կարոտում Տեր, միայն քեզ եմ կարոտում հոգիս, միայն քեզ է աղոթում հոգիս, միայն քեզ եմ ես սպասում, վար հույսով եմ ես ապրում, այս մութ աշխարհում, այս սուտ աշխարհում, իմ կյանքի լույսն ես դու, իրական ու սուրբ ես դու, հավիտյան ինձ ապրեցրու, քեզ հետ երկնքում իմ կյանքի լույսն ես դու, իրական ու սուրբ ես դու, հավիտյան ինձ ապրեցրու, քեզ հետ երկնքում, միայն քեզ է փափագում հոգիս, միայն քեզ է պատկանում իմ հոգին, միայն քեզ եմ պարտական, հոգուս Տեր ու դիական, սուրբ որդուդ համար, մեծ սիրուդ համար, իմ կյանքի լույսն ես դու, իրական ու սուրբ ես դու, հավիտյան ինձ ապրեցրու, քեզ հետ երկնքում իմ կյանքի լույսն ես դու, իրական ու սուրբ ես դու, հավիտյան ինձ ապրեցրու, քեզ հետ երկնքում, միայն քեզ է կարոտում հոգիս, Տեր միայն քեզ է աղոթում հոգիս, միայն քեզ եմ ես սպասում, վար հույսով եմ ես ապրում,
այս մոտ աշխարհում այս ու աշխարհում իմ կյանքի լույսն ես դու իրական ու սուրբ ես դու հավիտյան ինձ ապրեցրու քեզ հետ երկնքում իմ կյանքի լույսն ես դու իրական ու սուրբ ես դու հավիտյան ինձ ապրեցրու Տեր Հիսուս միայն քեզ հետ երկնքում քո սուրբ երկնքում քեզ հետ երկնքում ամբողջ մարդը տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Փառքես Տեր իմ Աստվածս եկեք լսենք մեր հայտարարությունները Ձեռքերիդ մեջ է ամբողջը դեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը քոն է Այսօր բարով եք եկել Աստծո տուն սիրելի եկեղեցի, օրհնյալ լինեք դուք, որ ձեր ժամանակը տրամադրում եք ու գալիս եք Տիրոջ տուն։ Կուզեմ միասին կարդանք Հովհաննես ավետարանի 3:16-ը, ովքեր որ անգիր գիտեն դա առավելություն է, ովքեր չգիտեն, խնդրեմ սովորենք։ Կարող ենք կարդալ միասին. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Սիրելիս, այսօր երբ որ դու ստեղ նստած ես, վստահ եմ, որ հավատում ես Տիրոջը։ Եվ ուզում եմ քեզ մի բան ասել, որ չես կորչի եւ կունենաս հավիտենական կյանք միայն այն դեպքում, երբ որ ընդունես նրան որպես Տեր եւ Փրկիչ։ Իրականում այս խոսքերի մեջ կա ավելի խորը իմաստ ու կուզեմ շատ արագ անցնեմ ու կիսվեմ ձեր հետ իմ մտքերով։ Առաջին հատվածը, որ ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, այստեղ աշխարհը չի նշանակում բնությունը, թիթեռնիկներին, ծաղիկներին կամ չգիտեմ ինչ որ տարբեր մատերիալ ինչ որ բաներ։ Այստեղ աշխարհը նշանակում է մեզ համար։ Աշխարհը նշանակում է որպես խառնված, մեղավոր, Աստծուց հեռացած մարդկությանը։ Քրիստոսը եկավ մեզ համար։ Կարող ենք ասել դա։ Այսինքն Աստված սիրեց ոչ արժանին եւ ոչ էլ կատարյալին։ Ես չեմ կարծում, որ կա մեկը այստեղ, որ կարող է ասել, որ կամ կատարյալ է կամ արժանի։ Չեմ կարծում, որ այտենց մեկը կա։ Սերը չի սկսվում նրանից, եթե մարդն ինչ արժանիքներ ունի։ Աստված մեզ չսիրեց, որովհետև մենք լավն էինք։ Սիրեց, որովհետև հենց նա էր սերը։ Սերը չի շարունակելով այստեղ, որ ասում է, որ իր միածին որդուն տվեց։ Սերը չի սահմանափակվում խոսքերով։ Դա կարող են վստահեցնել տղամարդիկ, երբ որ ունեն կամ ամուսնացած են կամ նշանված, միայն խոսքերով չի, որ դու կարող ես ասել սիրում եմ եւ ոչ մի բան չանել, այլ դա գործողություն է, որ պետք է անես։ Եվ այստեղ երբ որ տեսնենք
Աստված սիրեց այսպես աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Աստված տվեց իր ամենաթանկը եւ ոչ թե ավելցուկը։ Քրիստոսը թողեց փառքը, հագավ մարդկային մարմին, կրեց ցավ, ամոթ եւ խաչ։ Ովքեր են պատրաստ հանուն սիրո, կրեն ցավ, ամոթ եւ խաչ։ Կարծում եմ ոչ մեկ, բայց մեր Քրիստոսը հանուն սիրո տվեց իր որդուն, կրեց ցավը, կրեց ամոթը եւ խաչը։ Ճշմարիտ սերը ունի գին, եթե գին չկա, կարող ենք ասել, որ սերը մակերեսային է, որ այնտեղ խորը սեր չկա, որպեսզի ամեն ոք նրան հավատա։ Աստված չի ստիպում, երբեք ոչ մեկ չի կարող ասել, որ Աստված ստիպում է ինչ-որ մեկին։ Սերը ազատություն է տալիս ընտրելու։ Մարդը չի գալիս Աստծո մոտ պարտքի զգացումով։ Ես վստահ եմ, որ երբ որ ապաշխարել ենք մենք, ես իմ փորձառությունից կարող եմ ասել, երբեք պարտքի զգացումով չեմ եկել Տիրոջ առջև։ Մարդը չի գալիս Աստծո մոտ պարտքի զգացումով կամ վախով, այլ գալիս է հավատքով ու վստահությամբ, ընդունելով այն սերը, որ արդեն տրված էր։ Ամեն։ Շարունակելով առաջ, այստեղ ասում է չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Այստեղ չկորչի բառի վրա ուզում եմ մի փոքր կանգ առնել եւ ասել, որ չկորչի դա չի նշանակում միայն մահ, այսինքն միայն մահանա։ Այստեղ ավելի խորը կա, որ կորուստը միայն մահ չէ, այլ լինել Աստծուց կտրված կյանք, ունենալ Աստծուց կտրված կյանք, դա եւս կորուստ է։ Ներքին դատարկություն, կարող ենք ասել, որ դա նույնպես կորուստ է։ Կյանքի իմաստի կորուստ։ Այս բոլորը կորչի բառի տակի բոլոր մինինգներն են, որ կարող ենք մենք տեսնել։ Այստեղ ուզում եմ ասել, որ Քրիստոսը եկավ, որ մարդը վերադառնա իր իրական նպատակին, ամեն։ Այստեղից ամենավերջում մի հատ մեծ խորը հարց ունենք մենք եւ ուզում եմ այսօր մենք մտածել, եթե Աստված այդքանը տվեց մեզ համար, մենք ինչի ենք պատրաստ սիրելու, հանուն սիրո։ Պատրաստ ես ներել, պատրաստ ես սпасել, պատրաստ ես զոհել քո եսը, պատրաստ ես ծառայել ուրիշներին հանուն սիրո։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Աստված Քրիստոսը հանուն սիրո ներեց մեզ, սпасեց մեզ ու մինչև հիմա սпасում է որոշներին, զոհեց իր անձը եւ ծառայեց ուրիշներին։ Ամեն։ Այստեղ մի փոքր կարճ բան էլ ուզում եմ ասեմ ձեզ եւ կաղոթենք միասին։ Սերը բառ չէ, որ ասում ենք։ Սերը ճանապարհ է, որ քայլում ենք։ Աստված չասաց. «Ես սիրում եմ քեզ» եւ կանգ առավ։ Նա տվեց իր որդուն։ Քրիստոսը եկավ, որպեսզի մարդը այլևս չապրի վախով, չկորչի մթության մեջ, այլ գտնի կյանք լիլույսով ու հույսով։ Եվ այսօր այդ սերը դեր հարց է տալիս մեզ. ինչի ես պատրաստ, ինչ ես պատրաստ տալ։ Սիրելի եկեղեցի, ով սիրում է, զոհվում է, ով զոհվում է, կենթանանում է, եւ ով տալիս է սիրով, նա երբեք չի աղքատանում։ Փակիր աչքերը, եկեք աղոթենք միասին։ Երկնավոր Հայր, փառք ենք տալիս քեզ։ Տեր Աստված, գիտենք, որ դու չես նայում մեր ձեռքին, նայում ես մեր սրտին։ Տեր Աստված, օգնիր մեզ, որ ունենանք այն սերը, որը որ իրականում դու ես ունեցել, Հայր Աստված։ Տեր Աստված, տուր մեզ այն սիրտը, տուր մեզ այն ուրախ սիրտը, որ իրականում դու ես ունեցել։ Հայր Աստված, աղոթում ենք, որ օրհնես այս եկեղեցին, օրհնես այս մեր եկեղեցու ֆինանսները, օրհնես յուրաքանչյուրի գործն ու ֆինանսներն ու բիզնեսները, թող քո անունը փառավորվի, Հայր Աստվածս, հավիտյանս հավիտենից, ամեն։ Տերը օրհնի։ Հարկ Տիրոջը, ուրախ եք, օրհնյալ լինենք մենք Տիրոջմով, խնդրեմ համեցեք, կարող եք նստել սիրելներ, ուզում եմ տեսնեմ, քանի հոգի Աստվածաշունչ ունեք ձեզ հետ, կարող եմ տեսնել ձեր Աստվածաշնչերը, բարձր պահեք, բարձր պահեք, ուրեմն պատկերացրեք, սա մեր զենքն է, ձեզ հետ Աստվածաշունչ վերցրեք, թուղթ և գրիչ ունեցեք, որովհետև երբ որ դուք կարդում եք Աստծո խոսքից, դուք ուրիշ տեսարան եք տեսնում, անգամներ եղել է սրա մասին ասել եմ,
Ինչու երբեմն մարդիկ լուրջ չեն վերաբերվում հեռախոսի միջի Աստվածաշնչին։ Գիտեք ինչու։ Որովհետև այդ նույն էկրանի միջից մարդիկ 1000 կեղտոտ բան են տեսնում։ Այդ նույն հեռախոսից։ Եվ երբ որ նայում են, այդ գիտեն, որ դրանք ժամանակավոր են, կարող են թերթել, լուրջ չընդունել, անցնել, սարկածա, ինչա, տպավորությունը ենթագիտակցության մեջ մնում է այդ, որ ինչ որ հիմա դու տեսնում ես, այդ էլ նրանց նման է։ Դրա համար ես քաջալերում եմ, վերցրեք Աստվածաշունչ, ձեզ հետ ունեցեք, Աստծո տուն եկեք Աստծո խոսքը ձեռքներիդ, որովհետև սրա մեջ դուք ոչ մի կեղտոտ բան չեք տեսնի։ Որովհետև ձեր ենթագիտակցությունը կմաքրվի, որովհետև կտեսնեք, որ այս խոսքերը հավիտենական կյանքի խոսքեր են եւ ընդունելության արժանի են։ Ամեն։ Ուրեմն կխնդրեմ սիրելի քույրս, եղբայրս, քո խոսքը բերես քեզ հետ, որ կարողանաս այդ սուրդ բարձրացնել Տիրոջ անունով եւ այդ խոսքի հեղինակությունը թող որ քո հոգեվոր կյանքի վրա զորավոր ազդեցություն բերի։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ սիրելիներս։ Պատրաստ ենք Աստծո խոսքին անցնենք։ Կան մեր մեջ մարդիկ, որ հələ չեն աղոթել, որ Տերը իրանց խոսի։ Եթե չեք աղոթել, հենց հիմա կարող եք անել։ Եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք եւ ասենք Տեր, խնդրում եմ խոսիր ինձ հետ։ Ես չգիտեմ դու ինչ ես պատրաստել Տեր, բայց գիտեմ, որ դա իմ կարիքն է եւ եթե մի բանում իմ կյանքը ուզենաս փոխես, թող քո վիրահատող ձեռքերը աշխատեն մեր կյանքի մեջ։ Տեր Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եթե հիշում եք անցյալ կիրակի ես մի նյութի մասին խոսեցի, վստահ եմ այդ նյութը շատ-շատերիս ինչ որ արթնության բերեց, փոփոխության ենթարկեց, բերեց մեզ գիտակցության մտածելու մեր կյանքի մասին։ Երբեմն մենք ընկած իներցիայով գնում ենք եւ առիթ չի լինում կանգնել եւ հասկանալ հիմա որտեղ ենք։ Գիտեք, երբ որ օթանավով երկար ճանապարհ եք գնում, պատկերացրեք բոլորս մի օթանավով գնում ենք Երևան, Հայաստան։ Որոշների դեմքին ժպիտ հայտնվեց, որոշների դեմքին ժպիտը կորավ, չէ, բոլորինս եկավ։ Ժամանակ առ ժամանակ դու նայում ես քարտեզին, ճիշտ եմ ասում։ Քո էկրանի մեջ քարտեզ կա։ Որտեղ հասանք։ Քանի ժամ ենք անցել, քանի ժամ է մնացել, հանկարծ պատկերը ավելի փոքրացնում ենք, հեռացնում ենք, որ տեսնենք կոնկրետ որտեղ ենք, օվկիանոսի որ մասն ենք հասել, նախապատրաստում ենք քնենք, չքնենք, ինչ անենք, ոնց անենք, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Բայց հենց որ արդեն քարտեզի վրա տեսնում ենք, որ մոտենում ենք արդեն էլ քունը փախնում է, էլ արդեն սովածություն չես զգում, արդեն պատրաստվում ես, արդեն գիտես անելիքներդ, կամաց ապրանքներդ ես հավաքում, չէ՞։ Ճիշտ եմ ասում, բոլորիդ մոտ նույնն է։ Հոգևոր կյանքը նմանա ճիշտ այս ճամփորդությանը, սիրելիներ։ Հավատքի կյանքը բացի թող չի կարող լինել, իներցիոն չի կարող լինել։ Ինչ որ մեկը հրեց մի օր ու դու շարժվեցիր, գնում ես եւ չգիտես ուր ես հասել։ Հավատքի կյանքը վերահսկման կարիք ունի։ Անցյալ ծառայությանը ես սրա մասին խոսեցի, որ մենք կարիք ունենք վերահսկենք, պատասխանատվություն վերցնենք մեր հոգևոր կյանքի եւ կեցվածքի համար։ Ուր ենք հասել։ Հավատացնում եմ, որ որտեղ էլ հասած լինենք, Աստծո կարիքը ավելի շատ ունենք։ Չկա մի ժամանակ, որ մենք ասենք, գիտես, դե Աստծո կարիքը այդքան էլ չունեմ։ Չէ, հաստատ ունենք, պարզապես պետք է մեզ գիտակցել այդ պահին, այդ հնարավորության սահմանների մեջ, ինչ ունի Աստված ինձ եւ քեզ համար։ Եվ հավատքի կյանքը պայքարի կյանք է։ Պայքար, պատերազմ։ Շատ պարզ կարող եմ ձեզ օրինակ բերել։ Այսօր դուք ամեն ինչի համար պայքարում եք, անգամ ապրելու համար պայքարում եք։ Մենք կռիվ ենք տալի ապրելու համար։ Այդ օրը ապրելու համար մենք կռվում ենք։ Ծախսում ենք էներգիա, ծախսում ենք այդ հոգնածությունն էլ չենք նայում, ամեն ինչ դնում ենք, որպեսզի արդյունքում ստանանք գումար, որով կարող ենք ինչ որ բանով մեր կյանքը ապահովել օրը վերջացնելու եւ հաջորդ օրը ապրելու համար։ Բոլորիս մոտ այդպես է։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա շարունակությունը պետք է լինի մի նյութ, որը լրացումն է, հավատացնում եմ, որ սա վերջը չէ եւ շատ ավելի մեծ, ավելի լայն մտածողություններ կարող են լինել, նյութեր կարող են լինել, բայց կա այսպիսի ընդհանուր վերնագիր, որով կոչել եմ այսօրվա իմ պատգամը որպես շարունակություն։ Եվ պատգամի վերնագիրը սա է՝ հավատքի թշնամիները։ Անցյալ անգամ խոսեցի 3 թշնամիների մասին, այսօր 2-ը պիտի խոսեմ։ Ի ուրախություն բոլորիս, վստահ եմ, որ դուք պետք է ինձ հետ քայլեք եւ փորձենք այդ թշնամիներին հայտնաբերել
եւ խնդրել, որ Տերը մեզ օգնի, որ այդ թշնամիների դեմ կարողանանք պայքարել, պատերազմել եւ մեր հավատքի կյանքը դեպի հաղթանակ տանել։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, նախաբանը որպես ուզում եմ մի փոքր նկարագրել իրականում ինչա կատարվում։ Հավատք չի կարող լինել պարզապես հավատք։ Եթե դուք ինչ-որ բանի հավատաք, հույս դնեք նրա վրա, որը չունի զորություն ձեզ օգտակար լինելու, դա անօգուտ հավատք է։ Համաձայն եք ինձ հետ։ Չես կարող հույսը դնել մի բանի վրա եւ մտածել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հետո հասնում ես միտե դու գիտես, որ դա ճիշտ չի, բայց չէ, ինչա հավատանք, ուրեմն պիտի հավատանք։ Ցավում եմ, բայց շատ-շատերի կյանքի մեջ այսպիսի մի բան կա։ Փորձում են ամեն ինչից օգուտ քաղել։ Սիրելիներ, օգուտ չես կարող քաղել մի բանից, որը սխալ է։ Սխալից օգուտ չեն քաղում։ Ծնողներ կան կամ երիտասարդներ կան, գնանք վերջը, եթե սխալ եղավ, Աստված մեզ կհանի։ Սիրելիս, որ գիտես սխալ է, ուրեմն մի մտիր։ Որտեվ Աստված ասել է, իմաստուն մարդը չարիքը տեսնում հետ է քաշվում։ Քո իմաստությունը ցույց տուր այդտեղ։ Ոչ թե արկածախնդրությունը, մի մտի մեջը փչացրու ամեն ինչ, հետո Տեր Աստված, որտեղ ես, ինչ ես անում, ուր ես չկաս։ Ուրեմն մենք կարիք ունենք մեր հավատքի կյանքի համար քայլեր ձեռնարկել, պայքարել։ Ինչու՞։ Եթե մի բան այդքան կարևոր չլիներ, սատանան չէր ընկնի մեր հետևից, որ մեզանից գողանար։ Թշնամին հավատքը գողանում է մարդուց։ Ամեն ինչ անում է, պատճառաբանություններ, հազար ու մի բան է բերում մեջտեղ, որպեսզի դու հրաժարվես եւ հետ քաշվես, տկարանաս քո հավատքից, որ ունես կենթանի Աստծո վրա։ Մեր հավատքը հենված է անձի վրա, նրա արած գործերի վրա եւ նրա խոստումների վրա, որը որ ապագայի համար է մեզ համար ասվել։ Անձ, ով է այդ անձը։ Տեր Հիսուս Քրիստոսը, չէ՞, մեր հավիտենական Աստվածը, մեր Փրկիչը, եւ մեր ամբողջ հավատքը հենված է նրա արածների վրա, որտեղ նա ոչ միայն ասեց, այլ նաեւ արեց, եւ շնորհակալ եմ Նարեկին հիանալի պատգամի եւ խոսքի համար։ Նրա խոսքը գործ է, նա երբ որ ասում է, արարվում է, սկսվում է, աշխատում է, եւ դա ցույցադրվում է մեզ բոլորիս։ Եվ հաջորդ մասը, որի վրա հուսացել ենք, հավիտենական կյանքի խոստումն է։ Հավիտենական թագավորության խոստումը, որ մեզ տրված է այս կյանքից այն կողմ լինելու համար։ Եվ թշնամին տեսնում է արդյունքը, դրա համար է գալիս գողանալու, կողոպտելու իմ եւ քո հոգեվոր կյանքը, իմ եւ քո հավատքի կյանքը։ Նա տեսնում է, որ մի օր գիտեք, մի փոքր կներեք, ավելի հետ եմ ուզում գնամ։ Նա ընդեղից հանգել, սատանան ընդեղից հանգել, մի ժամանակ արուսյակ էր նա, իր մասին գրած է Եզեկիել մարգարեության մեջ, 28 գլխի մեջ, նաև ուրիշ մարգարեությունների մեջ տարբեր տեղերում կա նշված։ Նա լավ գիտի ես ու դու ուր ենք ուզում գնանք, ինքը ընկել է, այլևս չունի հնարավորություն վերադառնալու ընդեղ։ Դրա համար ինքը ուզում է ամեն ինչ անի, որպեսզի քեզ կոտրի հավատքդ, կոտրի, որպեսզի դու կտրվես Աստծուց եւ գիտեք ինքը խեղդվողի նման է, որ մի հոգել հետո ուզում է տանի։ Եվ ինքը ուզում է անել ամենավատը իմ եւ քո կյանքի համար։ Բայց մեր Աստվածը մեզ տվել է խոստում, որ եթե այս բաները անենք, թշնամուն կլռեցնենք եւ Աստծո փառքը կտեսնենք։ Ամեն։ Սրա համար Պողոս առաքյալը պետք է ասեր, որ չեմ ուզում, որ անտեղյակ լինեք սատանայի գործերից։ Մենք ամեն ինչից լավ տեղեկանում ենք, բայց մի բան կա, որից լավ պիտի տեղյակ լինենք՝ սատանայի գործերը, չարի գործերը։ Եվ այսօր պիտի նայենք, տեսնենք ինչն է, որ մեզ խանգարում է Աստծո ներկայության մեջ ավելի հաղթական եւ օրհնված կյանք ապրելուն։ Ուրեմն, այսօրվա իմ նյութի առաջի թշնամու անունը դրել եմ այսպես. հոգևոր ծուլություն։ Քանիսներ գիտեք, որ ծուլությունը լավ բան չի։ Վատ բան է, չէ՞։ Դուք պատկերացրեք ծույլ մարդ, որ ոնց է տեսնում եք, առավոտի ծիրիկուն ոչ մի բանով է զբաղված։ Մի փոքր հումոր ասեմ ձեզ։ Ամուսինը հոգնած, տանջված օրվա հոգսից գալիս է։ Գալիս մտնում է տուն, ջղայնացած։ Կինը ինչ ա եղել, այ մարդ։ Ինչ ես տես ջղայնացել։ Լսի ասում է, այս մեր հարևանը երբ գնում եմ գործի նստած է
Երբ գործից հետ եմ գալի, հոգնած, տառապած, աշխատած, ես նայում, ես ասում եմ, տանջված ինքը էլի նստած է։ Գիտես ասում եմ ինչի աննման, ոնց որ ես աշխատեմ ինքը ուտի։ Կնիկն ասում այ մարդ ասում արի գործից դուրս արի թող սոված մեռնի։ Գիտես ծույլ մարդը ինչ էլ անի իրան է վնասում։ Դու գործից դուրս գաս, չգաս, ինչ ուզում ես արա, միևնույնն է, իր արած չարածներ իրան է վնասելու։ Բայց մեզանից պահանջում է, որ մենք ավելի օգտակար կյանքով ապրենք եւ երբեք թույլ չտանք ծուլությանը։ Ծուլությունը ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց կա նաեւ հոգեվոր ծուլություն։ Հոգեվոր ծուլություն, որը կարող է հոգեվոր մարդու կյանքը եւ ընթացքը քայքայել։ Եբրայեցիներին ուղված նամակի մեջ մի հետաքրքիր խոսք է, սիրելիներ, ուզում եմ ձեզ համար կարդալ, որքան գեղեցիկ է այս խոսքը, վստահ եմ, որ միգուցե ձեր համար էլ ինչ որ մտածելու առիթ տա։ Ասում է Եբրայեցիների 5:11-12 համարները, որի համար շատ բաներ ունենք ասելու, ասում է Եբրայեցիների հեղինակը, շատ բաներ ունենք ասելու եւ դժվար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելու մեջ, որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետներ լինեիք, բայց դեռևս կաթի կարոտ եք եւ սովորելուն, ինչպես Աստծո խոսքերի առաջին նշանագիրներին, եւ կարոտողներ եղաք կաթի եւ ոչ թե հաստատ կերակուրի։ Նայելով ժամանակին դուք պետք է արդեն վարդապետ լինեիք, ուրիշներին պիտի սովորեցնեիք։ Նայելով ժամանակին դուք արդեն պետք է ամուր հիմք ունենայիք, հավատքի հիմք ունենայիք, որ երբ որ քամիները, փոթորիկները գային, դուք անսասան մնայիք ձեր հավատքի մեջ։ Երբ որ խնդիրները, խնդիրները, հոգսերը, երբ որ գային քո կյանքի վրա, դու կարողանայիր մնայր եւ երբեք խարիսխի պես մնայր եւ չշարժվեիր քո տեղից։ Բայց ասում է, ժամանակը անցել է, բայց կարգավիճակը չի փոխվել։ Ինչու՞, որովհետև ինչ որ մեկը կամ ոմանք, եթե այստեղ նայենք կոնկրետ այս խոսքին, խոսում է եկեղեցու եւ ասում է, որ շատ բան ունեմ ասելու, այնքան բան կա ձեզ ասելու, բայց չեք կարող, դժվար եք լսում, դժվարանում եք այդ ամեն ինչը, այստեղ լսել բառը չի վերաբերում միայն ականջի լսելուն, լսելը իր մեջ ներառում է նաև կատարում, գործողություն։ Ասում է, որ դուք շատ դանդաղ եք քայլում, ինչն է ձեզ ստիպում դանդաղ գնալ հոգևոր կյանքի մեջ։ Երբ որ Սերմնացանի առակն են կարդում, Տեր Հիսուսը այդտեղ հետաքրքիր բան ասում է, որ որոշ տեղերում, որ մարդկանց հոգսերը եւ հարստության խաբեությունները, տարբեր բաներ ասում է, խեղդում են խոսքին, սրանք փշերի մեջ ցանվածներն են։ Եվ ասում է, այդ խոսքը մնում է անպտուղ։ Երբ որ բաներ են գալիք մեր կյանքի մեջ, իրանք կարողանում են հաղթել մեզ, ինչու, որովհետև մենք ուժ չունեցանք դուրս գանք դրանց միջից։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, կանաչ խոտեր կան, հատուկ խոտեր կան, չէ, որ ասֆալտի տակից բացվում է ու դուրս են գալի։ Իրանց հետաքրքիր չի ինչքան սանտիմետր կամ չգիտեմ քանի ինչ ասֆալտ կա իր գլխին։ Իր համար կարևոր է ներքին կյանքը։ Ինքը պետք է արմատները խրի, ջուր վերցնի, ավելի լցվի եւ այդ կյանքը մի օր մի տեղից դուրս է գալու։ Ուրեմն քրիստոնյայի կյանքի մեջ որքան կարևոր է, որ մենք սիրելներ այսպիսի վերաբերմունք ունենանք։ Ասում է, որովհետև դանդաղ եղաք լսելով, որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետ լինեիք, բայց կրկին կարոտ եք սովորելու։ Հլնոր մենք երկուսը պետք է ասենք, թե ինչ են Աստծո խոսքերի առաջի նշանագիրները։ Այսինքն հլնոր պետք է հասկանանք մեղքը որն է, փրկությունը որն է, չէ, եւ շատ նոր քայլեր, որոնք որ անում են նորադարձները։ Եվ շարունակություն ասում է, կարոտողներ եղաք կաթի եւ ոչ թե հաստատ կերակուրի։ Հաստատ կերակուրը մեծերի համար է։ Հաստատուն կերակուրը մեծի համար է, փոքրերին չի կարելի։ Երբեմն մենք մեծ գաղափարները ուզում ենք նորադարձներին ասենք, նորադարձերը չեն ընդունում հասկանալի պատճառով։ Դա նորմալ է։ Կգա ժամանակ, կհասունանան եւ հետո մեծ խորհուրդներ կարող են ընդունել։ Գիտեք, որ ծուլությունը շատ ահավոր մի բան է, սիրելներ։ Ծուլությունը հավատքը ոչ միայն խփում, հարվածում, փչացնում է, այլ նահանջ է տալիս իրեն, հետ է գցում քո բնականոն ընթացքից։
Հիմա հարց եմ ուզում տալ։ Որոշ մարդիկ շատ տրամադրված են, շատ այսպես սիրում են օրինակի համար խոսք քարոզել, Աստվածաշնչից մեկնաբանություններ անել։ Սիրելիներ, շատ է պետք վախենալ Աստծո խոսքը մեկնաբանելու ժամանակ, շատ։ Ամեն մարդ չի կարող Աստծո խոսքը մեկնաբանել։ Ամեն մեկին տրված չէ, եւ ամեն մեկը իրավունք չունի այդպես վերցնել եւ ինչ մտածում է ասել։ Եթե չկա ուսումնասիրություն, եթե չկա հայտնություն, եթե Սուրբ Հոգին չի բացում Աստծո խոսքը, ոչ ոք չի կարող արդյունավետ խոսքի մեկնություն տալ։ Համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Ծուլությունը բերում է աղքատություն, ծուլությունը չքավոր է սարքում մարդուն, երբ որ ժամանակն է գալի, որ դու պիտի վճարես հավատքով, կանգնես եւ դեմ հրճակես եւ հայտարարես քո հավատքի զորությունը, նայում ես ներսումդ բան չկա։ Գիտեք ինչու, որովհետեւ նախքան այդտեղ հասնելը այնտեղ գործ չի արվել։ Եվ թույլ տվեք ձեզ կարդամ Սուրբ գրքից մի հետաքրքիր խոսք, որ գրված է Առակաց գրքի մեջ 6-րդ գլուխ 9-ից 11 համարները։ Մինչև երբ ես պարկելու ով ծույլ, խիստա չէ, երբ ես զարթնելու քնիցդ, մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռքի դնել ու պարկել, այն ժամանակ քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա եւ քո կարոտությունը սպառազինված մարդու պես։ Պատկերացնում եք ինչ ասում։ Մի քիչ քնել, մի քիչ հանգստանալ, դե հիմա ժամանակը չի, դե ոչինչ էս պահին չէ, մի քիչ sense, մի քիչ այնց հետաձգել, ես այս ծուլության հետ նաև զուգահեռ եմ տանում հետաձգումը։ Հետաձգել։ Երբ որ դուք ժամանակին հիվանդության դեմը չեք առնում, հետաձգում եք, հետո դառնում է քրոնիկ հիվանդություն։ Ճիշտ է։ Դրա համար մենք անում ենք լավագույնը, որ կարողանանք այդ հիվանդության սկզբնաղբյուրի ժամանակ լուծում տանք։ Լավ, թող մնա, հետո կանենք, մինչև հետո ես հասնում, արդեն տեսնում ես, ոչ թե դու ես իր հախից գալի, այլ ինքն է քո հախից գալի։ Ասում է, որ երբ որ մի քիչ քնես, այսինքն անհոգ լինես, ձեռքի վրա դնես պարկես, նայես տեսնես ուրիշներն ինչ են անում, այն ժամանակ ասում է քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա եւ քո կարոտությունը սպառազինված մարդու պես։ Այսինքն քո ծուլությունը սկսելու է քո դեմ պատերազմ վարել։ Նա սպառազինված է արդեն։ Ծուլությունը մի մտածեք սովորական մի բան է, դա ոգի է, դա ազդեցություն է, որը գալիս է մարդուն թմրեցնելու, մի կողմից թմրեցնում է եւ հաղթում է իրան։ Եվ ասում են արդեն սպառազինված է։ Դու ոչինչ էլ չես անում իր համար, իր դեմ աշխատելու ոչինչ չես անում։ Առակաց 24 գլխի մեջ 30-ից 34 համարներն ուզում կարդալ ձեզ համար շարունակությունը եւ ինչ է ասում. ծույլ մարդի արտի մոտով անցկացա եւ պակասամիտ մարդի այգի մոտով։ Եվ ահա բոլորը փշեր էին դուրս եկել։ Նրանց երեսը ծածկել էին եղինջներ եւ նրա քարե պատը փուլ էր եկել։ Եվ երբ որ տեսա, իմ մտքի մեջ դրեցի, մտիկ արեցի եւ խրատ ընդունեցի, մի քիչ քուն, մի քիչ նինջել, մի քիչ էլ ձեռքի տալ պարկել, այն ժամանակ քո աղքատությունը կգա իբրև ճամփորդ եւ քո կարոտությունը սպառազինված մարդու պես։ Վերջի մասը նույնն է կրկնում։ Ես հիշում եմ, երբ որ մենք հողի հետ որոշակի գործ արել ենք եւ բան կար, բարեխ էին ասում։ Մի հատ բույս է, որ ինչ անում ես չի կտրվում, ինչ անում ես, կտրում ես, բազմանում է։ Գիտեք ինչն էր զարմանալի, որ երբ որ ինքը բազմանում էր, իսկապես որ գրված է պատը քանդվել էր, ճիշտ տենց է անում։ Ինքը ինքան զորավոր, ինքը խճճվում է, ուռում է, տալիս պատերը ճաքացնում է եւ հետո բարձրացնում է, ինքը սկսում է պատերը քանդել, ինքը դուրս է բերում, այդ իրար կպած բետոնները, բաները սա քանդում է։ Եվ այդ պատերը քանդվում են, սրանք մի օրում չի լինում։ Հարատևել ծուլության մեջ նշանակում է պատերը քանդվելու են։ Ինչ ենք անում մենք, որպեսզի մեր հոգևոր կյանքը ծուլությամբ չանցնի։ Հարցս շատ լայն է, ինչ ենք անում։ Օրինակ, դուք ինչ եք անում։ Եթե ուզում ենք մեր հոգևոր կյանքը ավելի իմաստալից անցնի, մենք կարիք ունենք այդ հոգևոր կյանքի նկատմամբ վերցնենք պատասխանատվություն
ճիշտ մշակում անելու։ Քո հավատքը չի աճի, եթե դու Աստծո խոսք չես կարդում։ Քո հարաբերությունը չի ուժեղանա Աստծո հետ, եթե աղոթքի կյանք չունես։ Դու չես կարող շնորհք փոխանցել, առնել, տալ, եթե դու Քրիստոսի մարմնին եկեղեցուն կապած չես, եթե հաղորդ չես։ Տեր Հիսուսն ինչ ասեց, նա ով ին վրա է հաստատված, շատ պտուղ կբերի։ Բայց նա, որ ինձ վրա հաստատված չէ, չի ունեն այդ պտուղը։ Սա շատ պարզ է, սիրելիներ։ Իսկ հավատքի կյանքը պետք է պտղաբեր կյանք լինի։ Թույլ տվեք մի քանի բան ասեմ, միգուցե սա ավելի մեզ ինչ որ կերպ կսթափեցնի, եւ ես ուրախ կլինեմ, որ Սուրբ Հոգին մեզ օգնի ավելի խորը հասկանալու այս ճշմարտությունները։ Վերջին անգամ երբ ես ինչ որ մեկին Աստծո խոսք վկայել։ Երբ ես ինչ որ մեկի համար ծոմի եւ աղոթքի մեջ մտել եւ խնդրել ես, որ Աստված իրեն ապաշխարություն տա։ Չեմ ասում փող տա, չեմ ասում բժշկի, չեմ ասում ինչ, չէ, կարիքները չէ։ Երբ ենք այդպիսի պատասխանատվությամբ ինչ որ մեկի կյանքի վրա ազդեցություն արձակել եւ փոխվել է այդ կյանքը։ Երբ ենք արել։ Չէ՞ որ դա պտուղ է։ Տեր Հիսուսն ասեց, ես ձեզ ընտրեցի, որպեսզի դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ շատ պտուղ բերեք, եւ այդ պտուղը մնա։ Ուրեմն առաջին Աստված ընտրելը, երկրորդը մեզ տվելա նպատակ պտղաբերության, երրորդը շատ պտղաբերության եւ չորրորդը մնայուն պտղաբերության։ Եթե մենք մեր անձերը քննենք, կտեսնենք, որ այո, իսկապես մենք շատ հոգևոր կյանքի մեջ բաներ ենք բաց թողել։ Բայց այսօր միգուցե ժամանակն է, սիրելիներ, վերադառնալ հոգևոր ակունքներին, վերադառնալ ճշմարտության սկզբունքներին եւ հասկանալ, ինչ որ մի օր քեզ մեկը բան ասեց, դու ասեց Աստծո մասին եւ դու փրկվեցիր։ Դու պատկերացնում ես, եթե քեզ այդ մարդը չխոսեր, ինչ էի լինելու։ Դու իր պտուղն ես, այդ մարդու աշխատանքի արդյունքն ես։ Եթե այդ մարդը բերանը փակ պահեր, ոչինչ չխոսեր, դու այսօր չէիր լինի Աստծո ներկայության մեջ։ Ուրեմն մենք որ կանք, ուրեմն ուրիշների համար էլ պետք է ծառայենք։ Ամեն։ Պետք է փոխանցենք, պետք է ասենք Աստծո խոսքը, պետք է տանք Աստծո խոսքը, պետք է նկարագրենք, ներկայացնենք, ցուցադրենք, փորձառության բերել քրիստոնեությունը, սիրելիներ, որտեղ իմ եւ քո հավատքը խոսքերի հավատք չի։ Կենթանի հավատք է, որ կյանքեր է փոխում։ Դժողքը դատարկում լցնում է երկինք, այդպիսի խոսք ունենք մենք, այդպիսի հավատք ունենք մենք։ Եվ կարող ես քո համար վերցնել եւ ասել, որ այո, ես, եթե մինչ այսօր ծուլացել եմ իմ հավատքի կյանքի մեջ, Տեր օգնի, որ ես ավելի ջանասեր եւ համառ լինեմ իմ հավատքի կյանքի մեջ։ Ամեն։ Դու կարող ես դա, որտեղ Աստծո հոգին բնակվում է քո մեջ եւ նա քեզ տալիս է այդ օրհնությունը առաջ գնալու։ Ուրեմն սիրելիներ, Աստվածաշնչում ծուլությունը հաճախ չի կոչվում որպես ուղղակի բառացի ծուլություն։ Դա երևում է մի քանի տարբեր գործողություններով։ Օրինակ, չգործել ժամանակին։ Ժամանակին չես անում, ծուլանում ես, հետո ուզենաս անես, էլ պետք չի։ Մեկ օր Սուրբ Հոգին մեկին հանում է քնից եւ ասում է, ուզում եմ, որ դու աղոթես այսինչ մարդու համար, այսինչ հոգսի համար։ Ես ունեցել եմ այդպիսի փորձառություններ, վստահ եմ դուք էլ եք ունեցել։ Գիշերը արթնացել եմ, սկսել եմ աղոթել, ներսումս զգացել եմ մղում Սուրբ Հոգուց։ Վեր կաց եւ աղոթիր, վեր եմ կացել ու սկսել եմ աղոթել։ Ում համար չգիտեմ, ինչի համար չգիտեմ։ Պարկել եմ, քնել եմ։ Իմ գործը այդքանն է։ Բայց զարթնում ես, Սուրբ Հոգին ասում է, իջի աղոթի։ Նայում ես ժամը, կլինի 2 ժամից։ Լավ, Տեր ջան, 2 ժամից կհելնեմ կաղոթեմ։ Քնում ես, առավոտը հելնում ես, Տեր ջան, ես արդեն պատրաստ եմ աղոթելու։ Տերն ասում է, ոչ մի բան էլ պետք չի աղոթես։ Այսինքն ծուլությունը հենց էս է, որ այդ ժամանակին պետք է անեիր, որը բաց ենք թողում։ Ծուլությունը հենց ազդեցությունն է, որը մեզ հակառակ գործողության է մղում։ Մեկ ուրիշ բան, խուսափել պատասխանատվությունից։ Պատասխանատվությունը սա այնպիսի լուրջ արժեք է, սիրելիներ, որ այսօր դիֆիցիտ է դառել։
Այսօր մարդիկ պատասխանատվությունից փախնում են։ Ամերիկայում պատասխանատվությունից վախենում են, անգամ ճիշտը իմանալով վախենում են, պատասխանատվություն չեն վերցնում, հասկանալի է, շատ տեղերում այո վտանգավոր է, որ դու կարողանաս մեկին ինչ-որ պատասխանատու հայտարարություն անես, թեև քո պարագայում դա ճիշտ է, բայց կարող է ուրիշինում ճիշտ չլինի, բայց հոգևոր կյանքերի նկատմամբ, հոգևոր հարցի նկատմամբ մենք պատասխանատվություն ենք վերցնում ճիշտը սովորեցնելու։ Ամեն։ Լսում եք ինձ հետ եք։ Մեկ ուրիշ բան։ Լավ դե ես չեմ անի, թող ուրիշ մեկը անի։ Հետ եղել է տենց բան։ Տերը ձեզ մի բան ասի անեք, կամ ինչ-որ բանի մեջ ձեզ առաջնորդի, ասեք թող ուրիշն անի։ Տեր ջան, ինձ հարմար չի, բան ասես չէ։ Տերն ասում է շատ լավ, ես կգնամ ուրիշի կգտնեմ, որ նա անպայման կանի։ Եվ միգուցե հենց այդ մարդու, հենց արածը այդ մարդկանց կյանքը կարող է փոխել։ Կամ կիսատ հնազանդություն։ Կիսատ հնազանդությունը լա ծուլություն։ Աստծո կամքը անել այն ժամանակ, երբ որ ես հարմար եմ գտնում։ Գիտեք, եղել է, ես ունեցել եմ այդ իրավիճակները իմ կյանքում, վստահ եմ, դուք էլ կարող եք ունեցած լինեք։ Ամենակարևոր բաների ժամանակ հանկարծ Աստված արգելք է դնում։ Հելնում ես ոտի մի բան պետք է անես, մեկ էլ Աստված մի անգամից արգելք է դնում, չանես այդ բանը։ Ներսումդ զգում ես անհամաձայնություն այդ գործողության նկատմամբ։ Լավ, Տեր Աստված ջան, ես լավ էր, աղոթել ենք, որ դու հաջողեիր, օրհնեիր, գնացինք, սկսում ենք, մեկ էլ Տերն ասում է, ես դրա մեջ չկամ, մի մտի տեղ։ Հիմա հարց։ Մենք ուզում ենք կատարյալ հնազանդության գալ, թե հնազանդվել այնքան, ինչքանով որ դա մեզ ձեռ է տալի, ինչքանն է բխում մեր անձնական շահերից։ Պատկերացրեք, եթե վտանգները մեր կյանքի մեջ բացվեն, թե մեր առջևում ինչ վտանգներ կա, մենք պարզապես, ինչ ասեմ, սարսափելի շփոթության մեջ կընկնենք։ Դու սովորական մենք ապրում ենք, բայց գիտեք, մեր կողքերը ինչքան հրեշտակ կա իրագործն անում, ինչքան Աստծո խոսք կա, որ մեր համար ճանապարհ պատրաստում, ինչքան դիվային ազդեցություններ կան, որոնք Աստված օգնում է ճեղքենք եւ անցնենք դրանց միջով։ Ուրեմն մեզ պետք է, որ մենք ավելի համարձակություն ունենանք ամբողջական հնազանդության գալու Տիրոջը։ Եվ բացարձակապես սիրելի քույրս եղբայրս, կարիք չկա, բացարձակ կարիք չկա կիսատ լինելու, որովհետև կեսատը միշտ էլ փչացնում է։ Երեմիա մարգարեության մեջ 48 գլխի 10 համարն ասում է. անիծյալ լինի Տիրոջ գործը թուլությամբ, որոշ թարգմանությունների մեջ ասում է ծուլությամբ անողը, եւ անիծյալ լինի իր սուրը արյունից խնայողը։ Այսինքն, եթե մի բան պիտի անես, հաճախ խոսքի ազդեցությունը գալիս է մեր մեջ, եւ մենք մտածում ենք ինչի համար ենք մի տեսակ ոնց որ չստացվի, զորելով չի, պարզապես պետքա գիտակցել խոսքը, հասկանալ խոսքը, Տեր ինչի համար էս բան իմ կյանքում չի լինում, որովհետեւ այն ինչ պիտի անես Աստծո համար կիսատ պռատ է։ Մի հատ հարց տամ, մենակ անկեղծ պատասխանեք ինձ։ Համաձայն եք։ Ձեն հանեք, որ իմանամ ես մենակ չեմ։ Մենակ իմ մոտ է տենց եղել մեր ժամանակ, թե ձեր մոտ էլ է տենց եղել։ Նկատել եք, որ շատ հարցերի մեջ դուք, եւ ես էլ որ ասեմ դուք, նկատի ունեմ ես էլ ձեզ հետ միասին, սկզբից էլ ասեցի, շատ կիսատ բաներ ենք անում։ Օրինակ, սկսած դպրոցական տարիներից, երբ որ մենք ինքնուրույնություն ձեռք բերեցինք կոշիկ հագնելու, մի կոշիկը կապում էինք, մյուսը կարող է չկապեինք։ Կիսատ։ Կամ օրինակի համար տետրերի որոշ մասը վերցնում ենք, որոշը չենք վերցնում։ Կամ վերցնում ենք ամեն տարի սկսում ենք թազա տետրերով, թազա գրիչներով, լրիվ նոր պայուսակով։ Տարին արդեն վերջանում է, այդ տետրը մինչև վերջ գրած չի լինում։ Ձեր մոտ էլ է տենց եղել։ Դե դուք կնես տեղեք սովորել, որ կամ օրինակի համար, ես ունեի մի հատ տետր, այդ տետրի մեջ իմ բոլոր առարկաներն էր։ Մի օր հիշում եմ, դասատուն շատ բան ծնող էր կանչել եւ շատ ջղայնացել էր, բայց գիտեր, որ ես շատ հումոր անող եմ եւ այնքան շատ էր ինձ սիրում, ուրեմն մի հատ 96 թերթանոց տետր ունեի, առաջի մի քանի թերթը հայոց լեզուն էր,
Դրանից մի քանի թերթը մաթեմատիկան էր սկսում, դրանից հետո, չգիտեմ, քիմիային էր, մյուսը ֆիզիկա, կեսից գնում ենք արդեն մի քանի թերթ են կողմ, մի հատ ուրիշ առար կենսաբանություն էր, մյուսը պատմություն էր, բան, ու տետրը շուռ ենք տալի հակառակ կողմից, այնտեղ սկիզբն է, չէ՞։ Այնտեղից էլ էս ինչ են ինչ։ Մի օր մամայիս կանչեց դպրոց իմ դասղեկը, կանչեց, ասեց. Ես չեմ հասկանում, ասում, այս տղան ինչպես է մտածում, մի հատ տետրի մեջ ինչպես հնարավոր է ամբողջ տարվա առարկաները գրել եւ տնայիններ անել, ինչպես հնարավոր է մեկ տետրի մեջ, հա տղա ջան, հիմա քեզ եմ հարցնում, ինչու ես դա արել։ Ես էլ ոչ տարա, ոչ բերեցի, ասեցի, բայց չէ որ այդ տետրի վրա գրած է ընդհանուր տետր։ Հալավ ընդհանուր է, բայց ամեն ինչի համար չի։ Ընդհանուր տետրերը հաստ են մի քիչ եթե հիշում եք։ Կիսատ ենք թողում, սկսում ենք կիսատ ենք թողում, հելնում ենք ոտի մի բան կիսատ ենք թողում, ինչ որ բան ենք անում կիսատ ենք թողում։ Սիրելներ, դա խոսում է մեր մեջ ծուլության մասին, որ մենք մի բանը չենք սկսում եւ ավարտում, դա լավ բան չի։ Գիտեք, եթե մենք բնավորությամբ այդպիսին ենք, մի բան սկսում ենք ու կիսատ ենք թողում։ Մարդը տեսնում ես մեկ էլ սկսել է տունը բան սարքել, ինչ որ մի հատ այգի սարքել։ Մի քանի մետր սարքում է, մեկ էլ ոչ մի բան չի սարքում, վերջ։ Հասավ, ինչ-որ մի բան իր մեջ կար, ծրագիր է փոխվում։ Արդյոք մենք այդպես հոգևորի նկատմամբ չենք, որտեղ եթե բնավորությունը ամեն ինչում է բնավորություն։ Ճիշտ չի։ Քանի անգամ եք անկեղծ լինենք, քանի անգամ եք սկսել նոր տարին հունվար 1-ից ասել եք, այս տարի մինչև տարվա վերջ Աստվածաշունչը պիտի կարդամ։ Քանի անգամ եք սկսել։ Քանի անգամ չեք վերջացրել։ Համարյա միշտ։ Ինչի, որովհետև դա արդեն բնավորություն է, դա մի բան է, որ քեզ ասում է, դե լավ այդքան կարևոր չի, հիմա չէ, թող մնա հետո երբ որ գալիս է այդ հետոն, գիտեք, սատանան մի հատ վաղն է սարքել, որը երբեք այսօր չի դառնում։ Ինչքան վաղը մոտենաս, որ դառնա այսօր, կդառնա վաղը։ Եվ ամեն անգամ վաղը, եւ հետաձգման ոգին ամեն անգամ փչացնում է քո հոգևոր ախորժակը, եւ հետո զգում ես, որ դու էլ կարիքը չես զգում։ Հետո կաղոթեմ, չես աղոթի։ Հետո կկարդամ, չես կարդա, հետո կգնամ հավաքույթի, դու կսառես, էլ չես գա հավաքույթի։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Երբ որ Հիսուսը առակ պատմեց հիմարների եւ իմաստունների, 5 կույսերը իմաստուն էին, 5-ը հիմար, այդպես ասում Աստծո խոսքը։ Գիտեք, որ հիմարները էլի հետ եկան, բայց արդեն ուշ էր։ Ինչի, որովհետև ժամանակին իրենց ամանների մեջ լցրած յուղի հետ ավել յուղ չէին վերցրել։ Իմաստունները վերցրել էին փեսային դիմավորելու համար, գնացել են ասում են, չգիտենք փեսան երբ կգա, չենք էլ կարա ուրիշներին տանք։ Սիրելի քույրս, եղբայրս, երբ որ վերջին փողը հնչի, երբ որ հրեշտակապետի փողի ձայնը հնչի եւ Տերը փառքով իջնի երկիր իր սուրբերին վերցնելու, եկեղեցին վերցնելու, էլ այդտեղ ոչ մեկ չի գալու քեզ բան քարոզի, իրա յուղից չի տա քեզ, չի տա, որովհետև վերջացավ, ասում է, երբ որ դռները փակվեց, Հիսուսն ասում շարունակության մեջ, եւ ասում է իմաստունները տիրոջ հետ մտան փառքի մեջ, դռները փակվեց, հետո նոր եկան, իրանց իմաստուն կարծողները, կիսատ պռատ հավատքի մարդիկ, ծույլ մարդիկ, հետո եկան, բայց ինչ, դուրը փակա, վերջացավ։ Ծուլությունը զրկում է մեզ երկնքից։ Ինչ պետք է անենք ծուլությունը հաղթելու համար։ Արդյոք հնարավոր է հաղթել ծուլությունը, թե չէ։ Ինչպես։ Հռոմեացիների 12 գլխի մեջ 11 համար այսպես է ասում. Ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք։ Ջանք անելու մեջ թույլ մի եղեք, ուրիշ թարգմանության մեջ ասում է թուլասիրտ մի եղեք։ Թույլ մի եղեք, եթե մի բան անում ես, քեզ վստահված է մի բան անես, կիսատ պռատ մի արա։ Գիտեք, անկեղծ պիտի լինեմ, սիրելներ, անկեղծ պիտի լինեմ։ Մեր եկեղեցում ես այնքան հիացած եմ մեր բոլոր ծառայողներով։ Մի բան վստահում ես, ասում ես, քաշվի մի կողմ, վերջացավ։ Դրա համար Աստված օրհնում։ Ասում է ջանքի մեջ, այսինքն դու մի բան պետք է անես, որ քեզնից ջանք է պահանջում, եռանդ է պահանջում։
տաքություն է պահանջում, կպնել է պահանջում գործին։ Քո հավատքի համար էլ այդպես պիտի անես։ Ջանքի մեջ ասում է թույլ չլինես հոգով ջերմեռան դեղի։ Նկատել եք մարդիկ կան, որոնց հետ խոսում ես քոնը տանում է։ Չէ՞։ Հիմա քարոզիչներին չի վերաբերվում։ Այդ ձեզնից է, քարոզիչների չի։ Եթե քարոզիչից էր, քարոզիչն էլ կքներ։ Ձեզ պետք է ինչ անել, ջանք անել արթուն մնալու։ Ասում են, մի մեծ տատիկ կար, կանչում է իր հովվին, ասում է, ինչ կլինի, խնդրում եմ, արի մեր տուն, չգնում է իր տուն, ինչ ա եղել։ Ասում է, ինչ կլինի, խնդրում եմ, քարոզի էլի, ասում է, ինչի։ Ասում է, ճիշտն ասած, մի շաբաթ է չեմ քնել, դու որ քարոզում ես, ես նես լավ քնում եմ։ Երբեմն այդպես է պատահում, սիրելիներ։ Ուրեմն ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, սիրելի քույրս, եղբայրս, ահա թե ինչ էր ասում Պողոս առաքյալը, Տիրոջը ծառայի, իմացիր, որ քո ծառայությունը մարդունը չի միայն, առաջ Տիրոջն է, հետո մարդունը, երբ որ ծառայես Տիրոջը, կծառայես մարդուն, երբ որ սկսես մարդուն ծառայել, էլ Տիրոջը չես ծառայի։ Պողոս առաքյալն ասում էր, եթե ես որոշեի մարդու ծառալն էի, Աստծո ծառան չէի լինի։ Ինչի որտև մարդը միշտ քեզ կչլի, խոստում կտա չի անի, կհամոզի ու չի կանգնի կողքդ, բայց Աստված այդպես չի, նա հավատարիմ Աստված է։ Ամեն, իրեն ծառայելը երջանկություն է, քույրերս, եղբայրներս, իրեն ունենալը կյանքի մեջ սա հաճույք է, երբ որ դու կարողանում ես Քրիստոսին ամուր բռնած գնաս առաջ, եւ ինչ է լինի քո կյանքի մեջ, դա չի կարող քեզ թուլացնել քո հավատքի կյանքի մեջ։ Ուրեմն Եբրայեցիների 6-րդ գլուխ 11-12 համարներն ասում է հետևյալը. «Եվ փափագում ենք, որ ձեզանից ամեն մեկը նույն ջանքը ցույց տա, որ հույսը հաստատ մնա մինչև վերջ, կիսատ չթողի այդ հույսը քեզ։ Կես ճամփին չթողի, ծուլությունը չհաղթի մեզ որևէ մեկից, որ ասում է հիվանդամիտ չլինենք, այլ նմանող լինենք հավատքով եւ երկայնամտությամբ խոստմունքները ժառանգողներին»։ Ահա թե ինչ է ուզում մեզնից Տերը։ Աստված մեզանից սա է ուզում, սիրելներ, որ մենք հիվանդ մտքով չլինենք, հիվանդ մարդը կիսատ է թողում, չի կարող, ասում այլ ուժ չունեմ, վերջ, հելա որ տունս մաքրեի, մենակ խոհանոցի կեսը հասա, այլ ուժ չունեմ, վերջ, գնաց, որ ինչի որտև հիվանդ է, երբ որ մեր միտքն է հիվանդ, մեր հավատքի խոհանոցի կեսը չենք էլ հասնի, որ մաքրենք, ոչինչ չենք կարող անել, միանգամից ուժասպար կլինենք, սիրելներ, բայց ասում է այլ նմանող լինենք հավատքով եւ երկայնամտությամբ խոստմունքները ժառանգողներին։ Նրանք, ովքեր մինչև վերջ գնացին, որպեսզի Աստծուց ունեցածը, տրվածը իրենց կյանքում կատարված տեսնեն։ Ամեն։ Ինչ օգուտ է, եթե ամբողջ կյանքը քեզ պահես եւ հանկարծ կեսից կամ վերջից ընկնես հավատքից։ Ումնա պետք մնացած այդ մեր ապրածը։ Բայց եկեք հաստատուն կանգնենք մինչև վերջ։ Ամեն։ Եկեք մի պահ խոնարհենք մեր գլուխները, միասին աղոթենք, սիրելի երկնային Հայր, ես աղոթում եմ, որ մեր մեջ դատապարտված եւ վռնդված լինի ամեն ծուլության ազդեցությունը, ամեն դիվային ոգին, որ եկեղեցու մեջ որևէ տեղ չունենա, որևէ ծառայողի մտքի մեջ տեղ չունենա, որևէ մեկի գործունեության մեջ տեղ չունենա։ Տեր, ես աղոթում եմ, որ այս խոսքը իրականանա մեր մեջ, որ մենք հիվանդամիտ չլինենք, այլ Տեր նմանող լինենք այն մարդկանց, ովքեր հավատքով, երկայնամտությամբ խոստումները ժառանգեցին, մենք էլ նրանց նման լինենք, Տեր, որ մինչև վերջ կարողանանք գնանք փառքիդ եւ անվանդ համար, մեր Տեր Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, եւ վերջինը, որ պիտի ասեմ եւ սրանով պիտի ավարտեմ, սիրելներ, մեկ այլ թշնամի, որին բոլորս լավ ճանաչում ենք, շատ լավ ենք ճանաչում, դրա անունն է վիրավորվածություն։ Հետ եղել է ձեզ վիրավորեն։ Հա? Եղել է ձեզ վիրավորեն։ Իսկ եղել է, որ դուք վիրավորեք ուրիշին։ Սաղ իրանք են մեղավոր։ Մենք ինչ, մենք սուրբ, կատարյալ, հա? Վիրավորվածություն։ Առակաց գրքի մեջ 18-րդ գլխի 19 համարն ասում է վիրավորված եղբայրը, այսինքն մենակ եղբայրը չէ, քույրերն էլ են եղբայրը այս տապարագային։ Վիրավորված եղբայրը ամուր քաղաքից պինդ է եւ վեճերը բերթի նիգերի են նման։ Ամեն անգամ մի հատ վեճ ելնում է, վիրավորվածությունը բետոնի սյունա սարքում էդի։
Անես մի բանասարքով, որ դրան քանդել էլ հնարավոր չի լինում։ Ամուր քաղաք, կպնում ես, դու ես ցավ ապրում։ Անենց սա կանգնած վերջացավ։ Գիտեք, վիրավորվածությունը ինքը մենակ խոսքեր չեն, ազդեցություն չի, զգացողություն չի, վիրավորվածությունը դա ինքնագնահատականի ցածրացում է, դա նսեմացում է, դա ինչ որտեղ քո անձիդ, քո նկարագրիդ խախտումն է, երբ որ մարդիկ քո հետ անարժանաբար են վարվում, արժանի վերաբերմունք ու պատիվ չեն տալի, դա է քեզ նսեմացնում, երբ որ խոսքդ ընդունելի չի լինում, երբ որ արարքդ հասկանալի չի լինում, մարդիկ ինչ որ տարբեր կերպերով ազդում են քո վրա, դրա պատճառով դու նեղվում ես։ Եվ շատ բաներ կան, նեղվածությունը կամ ընդհանրապես վիրավորանքը այնպիսի մի բան է, դա ինչ ասեմ, հետը ինչ ասես բերում է, ինչ զիբիլ ասես կարող է հետը բերի։ Ես ուզում եմ դատավորած գրքից մի անձնավորության մասին արագ անցնել, շատ արագ պիտի անցնեմ, խնդրում եմ ինձ հետևեք։ Դատավորած գրքի մեջ պատմությունը Սամսոնի մասին է։ Շատ լավ գիտեք, որ Սամսոնին փոքր ժամանակվանից Տիրոջ խոստումը եղավ իր մորը, որ պետք է այսպիսի մեկը ծնվի, որ զորություն կլինի իր վրա, Աստված օրհնել է նրան, որպեսզի նրա միջոցով թշնամիներին կարողանա հաղթի։ Սամսոնը մեծացավ, զորավոր տղա դարձավ, օր-օրի վրա ուժեղանում էր, իր ուժի վրա էլ էր զարմանում, թե որտեղից իրան այդքան ուժ, կարող էր ջղայնանալ, հանկարծ գնար քաղաքի դարպասները վերցներ, տաներ գցեր ձորի մեջ, այդքան որ զորավոր էր։ Եվ այս տեսակ մարդը իր զորության մեջ մարդիկ մտածում են, թե երբ որ դու այսօր ուժեղ ես, ուրեմն դու չես վնասելու կամ վնասվելու։ Ոչ, սիրելիներ, մենք միշտ ով էլ ուզում ենք լինենք, որտեղ, երբ ուզում է լինի, հնարավոր է վիրավորվել կամ էլ վիրավորել։ Ուրեմն, Սամսոնին ես չեմ տեսնում, որ ինքը ընկերներ ուներ։ Դուք տեսել եք Սամսոնը ընկերներ ունենա։ Չկար, ոչ միտեղ չեն կարդում, որ Սամսոնը ընկեր ուներ։ Մենակ մարդ էր, ամեն ինչի մեջ մենակ էր։ Որտեվ իր նման մեկին չէր կարողանում գտնել։ Գիտեք, ընկերություն անում են իրար նմանները։ Իսկ Սամսոնը նման մեկը չուներ։ Բայց սա չի նշանակում, որ իրականում չկար, պարզապես իր մեջ ուրիշ բան էր զարգացել, որը արդեն տարբեր կերպերով դրսևորվում էր։ Պատկերացնում եք, վեր կացավ գնաց թշնամու երկիր, գնաց մտավ միտեղ, որտեղ որ արգելված էր իրան որ գնար, սիրահարվեց մի հատ աղջկա, հետ եկավ իր մամային ու պապային ասեց, սիրահարվել եմ, պապան ու մաման դեմ կանգնեցին, ասին չէ այ բալա ջան, ես ինչ ես խոսում, բան 1000 հարցեր կար, բան կար այնտեղ, դու չես կարող տենց հենց այնց վերցնես ու գնաս։ Գիտեք, շատ անգամ ես արագ եմ անցնում, որ հետո պատմությանը որոշ չափով կանրադառնամ շատ արագ։ Անկամ պատերազմի մեջ կամ ինչ որ մեկին հաղթելու համար մենակ էր գնում, ոչ մի զորք չուներ, ոչ մի թիկնապա չուներ, ոչ մի ընկեր չունեցավ։ Սամսոնը պատկերացրեք, որ երբ որ գնաց իր ծնողներին դիմեց իր սերը արտահայտելու, որ սիրահարվել է մեկին, Սամսոնի առաջի հենց վիրավորանքը եղավ ումից իր ծնողների կողմից։ Չընդունեցին։ Իմ ծնողները իմ սերը չեն հարգում։ Հեչեղել է դուք մեկին ուզեք ձեր ծնողները դեմ կանգնեն եւ դուք ձեր ծնողի նկատմամբ լծվեք վիրավորանքով։ Ձեզ ինքն է սա պատճառը, որ ես սենց հեղանենց հեղա։ Գիտեք, ես չեմ ուզում արդարացնեմ նա ճիշտ էր կամ սխալ, խնդրում եմ այդտեղ ինձ մի տարեք, ես չեմ գալու, բայց ուզում եմ մի քանի կարևոր բաներ ասեմ, որ Սամսոնը վիրավորվեց եւ այդ վիրավորանքը իր սրտի մեջ պահեց։ Ուրեմն, դատավորած 14-րդ գլխի մեջ, սիրելիներս, 19 եւ 20 համարների մեջ, տեսեք ինչ է ասում։ Եվ Տիրոջ հոգին նրա վրա եկավ եւ նա իջավ Ասկաղոն եւ նրանից 30 մարդ մերցրեց եւ ասում նրանից հետո հանդերձներն առավ տարավ տվեց հանելուկը բացատրողներին եւ բարկությունը բորբոքվեց եւ նա վեր գնաց իր հոր տունը եւ Սամսոնի կինը մարդի գնաց նրա բարեկամ եղող ընկերոջը։ Հիմա պատմությունը որպեսզի հասկանալի լինի ասեմ։ Սամսոնը համոզեց իր հորն ու մորն էլ բերեց, հասցրեց իրանց այդ թշնամիների քաղաք։ Համաձայնվեցին, որ պետք է ամուսնանան, հարսանիք արեցին։ 7 օր պետք է հարսանիք լիներ։ Սրա մասին երկար ես խոսել եմ ժամանակներ առաջ։ 7 օր հարսանիք պետք է լիներ, Սամսոնը որոշեց իրան ցույց տա։ Ինչ արեց։ Հանելուկ ասեց։ Մի հատ հանելուկ ասում, որ իր հետ է կատարվել եւ ինքը մենակ գիտի դրա մասին։ Իր կին եղող աղջիկը, ով պիտի լիներ իր կինը, եկավ լացավ ասեց, լսին ինձ հարց ես տվել, 30 հանդերձի համար էր ամբողջ գրազը։ Անենց հարց ես տվել, ոչ մեկ չի կարող ասի, ուրեմն դու ինձ չես սիրում, ինձ չես ասում, բան, գոնե ես իմանամ, որ դու իմանաս, հենա բոլորը գիտեն։ Կան չէ՞ տենց կանայք, թե չկան։ Ոչ մեկի չասես։ Եվ լուրերով ասում են,
Գնաց ասեց, վերջը համոզեց, այնքան լացեց, այս կնոջ մոտ բացվեց, ասեց, հա, էսա եղել, ասեց, էսա հանելուկի պատասխանը, էսա կներեք լրիվ չեմ ասի մանրամասը, էսա հանելուկի պատասխանը, աղջիկը գնաց հորն ասեց, այն մնացածներին էլ ասեց, բոլորը եկան հաջորդ օրն առավոտ արդեն պիտի որոշվի։ Էլան ասեցին, դե ինչ, քո ասած հանելուկի համար մենք մտածեցինք, որ էսի քաղցրը մեղրից ավել քաղցր բան չկա, առյուծից զորավոր ուրիշ ոչ մի բան չկա, ուրեմն առյուծ ու մեղրի պատմություն է եղել։ Ջղայնացավ ու էս է եղել։ Գնաց 30 մարդ սպանեց, շորերը հանեց, բերեց ծեծած ձեր շորերը գնացեք։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Լսեք ուշադիր։ Դու կապշեք այսքան տեղը։ Տեսեք ինչ է ասում Սամսոնն ինչ է անում։ Ասում է, ջղայնացավ, բորբոքվեց, ասում է, վեր գնաց իր հոր տունը։ Օրինակ դուք տեսել եք, որ կնանիկ ջղայնանում այդպես հերանց տուն։ Սամսոն դու ես գնացել հերանցը տուն։ Հզոր տղա, զորավոր մարդ, քեզ նայում են ասում են հալալա սրա տիրոջը, բայց ինչ է կատարվում։ Վիրավորվածությունը, ներքի վիրավորվածություն փոքրացնում է մարդուն։ Արժեքից գցում է մարդուն, մարդը ինքնագնահատական չի ունենում այլևս։ Ես չեմ ասում եսասիրություն, դրանք տարբեր բաներ են, ինքնագնահատական ով ես դու, որտեվ Տեր Հիսուսն ասեց, սիրիր քո ընկերոջը քո անձի պես, այսինքն քո անձի նկատմամբ ճիշտ վերաբերմունք դու պետք է ունենաս, որ կարողանաս դիմացինից սիրես։ Իսկ եթե դու չունես գնահատական չափանիշ սիրո, ուրեմն դու չես կարող դիմացինին ոչ մի կերպ սիրես, դրա մասին ոչ մի բան չես կարող էլ խոսել։ Ուրեմն, թողեց գնաց հորտուն։ Ժամանակ հետո վերադարձավ։ Մի քիչ բարկությունը թողեց, մի քիչ խելք եկավ, ասաց այն մարդը, կնկաս թողել եմ ընդ։ Էթան տենամ այդ կնիկն ինչ է լավ։ Մինչև որ ինքը հետ կգար, հերը ասեց, որ քո այդ աղջկա, այդ կնոջ, որ պիտի քեզ կինելներ, էլ չկա, տարան։ Տվել եմ ուրիշի։ Ինքն էլ ճանաչում էր ումա տվել։ Գիտեք ինչ արեց, հելավ գնաց ամբողջ իրանց արտերը վառեց։ Ջղայնացավ Սամսոնը, գնաց արտերը վառեց։ Զգում եք վիրավորվածությունն ինչ է անում։ Վիրավորվածությունը կտրում է ամեն ինչ, փչացնում է ամեն ինչ, վառում է ամեն ինչ։ Երբ որ իմացան ասեցին ով արել, ասին այսինչի փեսան, այսինքն էս կոնկրետ, հələ փեսա էլ չէր, բայց հələ մնացել էր անունը որպես փեսա։ Ասին այսինչի փեսան է եղել, իմացավ Հելավ գնաց, որ իմացավ արդեն գիտեն, որ ինքն արել, վեր կացավ գնաց ամբողջ ինչքան հնարավոր է իրանց այդ բանի այգիները վառեց, ձիթենու այգիները դրեց վառեց։ Էդ էլ այդտեղ փչացրեց։ Վիրավորված մարդը փչացնում է եւ էլի փչացնում է։ Վիրավորված մարդը չի կարողանում ստեղծի, սարքի, կառուցի, պաշտպանի, նա փչացնում եւ էլի փչացնում է։ Ինչ տեղի ունեցավ։ Ախպերներն եկան ասին լսի, վիրավորված մարդ ես, դու ես ես չկա գրածնես, ես եմ ասում։ Ասում արի կլնի, մեզ թշնամի մի սարք այդ փղշտացների հետ։ Մենք չենք ուզում թշնամի լինենք, արի կլնի քեզ կապենք, հանձնենք իրանց, համ մենք պրծնենք, համ դու ախպեր ջան։ Գիտեք ինքն ինչ ասաց կապեք։ Վիրավորված մարդը ոչ միայն ինքը, այլ նաև ուրիշներից կապված ազգում իրան։ Մտածում է, որ ինքը չունի այդ ազատությունը, չունի այդ ազդեցությունը եւ ցավալի է, որ Սամսոնը եկավ միտեղ հասավ, որ այլևս իր ընտանիքի նկատմամբ վիրավորված էր, իր հորից ու մորից վիրավորված էր, իր ազգից վիրավորված էր, կնոջից ով վիրավորված մնացնեց թենենց, 3 անգամ սիրահարվեց, 3-ն էլ թշնամու կողմից եւ մեկը չվերջացած մյուս, այնի չպրծավ այն մյուսը։ Եվ այդպես վիրավորված մարդը անում է կյանքի ամենասխալ որոշումները։ Լսեք ուշադիր, լսում եք ինձ։ Երբ որ վիրավորվեք, հնարավոր է որ վիրավորվեք, նես չի որ չեք վիրավորվելու։ Բոլորս ենք վիրավորվում։ Երբ որ վիրավորվեք, որոշումներ մի արեք։ Երբ որ բարկացած լինեք, որոշումներ մի արեք։ Մի ասեք, հեսա կետամ սենց կանեմ, նենց կանեմ։ Գիտեք ինչի, որովհետև դու ճիշտ որոշում չես կարող անել։ Վիրավորված մարդու հետ աշխատում է ոգի, մի հատ դև, որը որ փորձում է համոզել ինքնագնահատականդ գցել ավելի ցած, նենց բերել քեզ մի վիճակի, որ դու ոչ մեկի էլ պետք չես։ Քեզ չեն հասկանա։ Եթե չեն էլ հասկանում, ուրեմն ոչ մեկի կարիքն էլ չունես, ոչ իրանք քո, ոչ էլ դու իրանց, վերջացավ։ Ինչ են անում, եւ հանկարծ տեսադաշտը բացվում է, կախաղան, գնա քեզ սպանի։ Բոլոր ինքնասպանություն եղած մարդիկ վիրավորված մարդիկ են եղել։ Բոլորը։ Որոշները նամակ գրել են, որոշները չեն գրել։ Բայց բոլորը վիրավորված մարդիկ են։ Վիրավորանքը սպանում է սիրելներ։ Մի մնացեք վիրավորվածության մեջ։ Մարդիկ ունեք, որոնց որ պետք է ներեք։ Ես միշտ եմ ասել սա,
Մի մտածեք, որ ներել նշանակում է արդարացնել, ասել ճիշտ արե, բերեք մի հատ էլ թող խփի ինձի, չէ։ Սա նշանակում է դու արձակում ես, երբ որ դու արձակում ես, դու ես բժշկվում։ Ինքը չի փոխվում։ Երբ որ դու արձակում ես, դու թողում ես, ասում ես, ես չեմ ուզում մնամ վիրավորված, գործել չեմ ունենա, հասկանում եմ, այլևս գիտեմ իր հետ ոնց կվարվեմ։ Քո խնդիրը քո բժշկություն ունենալն է։ Երբ որ դու կարողանում ես ինքդ քեզ տիրապետել եւ բերել Աստծո ներկայության մեջ, Տեր, խնդրում եմ օգնիր ինձ, որ ես կարողանամ դուրս գամ վիրավորվածությունից։ Գիտես, որովհետեւ դու պետք է հասկանաս ում համար ոնց, բայց դու Աստծո համար արժեք ունես։ Ով քեզ հետ գործ կունենա, թե չի ունենա, Աստված գործ ունի քեզ հետ։ Ով քեզ կընդունի, թե չի ընդունի, Աստված քեզ ընդունում է։ Ով կսրբվի, ով կփրկվի, եթե դու Քրիստոսին ես, դու կսրբվես եւ կփրկվես։ Այսինքն ամեն բան պետք է տեսնել հոգեվոր պրիզմայով։ Եվ դու չես կարող աշխարհիկ հասկացողությամբ հոգեվոր տեսանկյունը զարգացնես։ Դա բացարձակ կոնֆլիկտային է եւ չես կարող հաղթել։ Ուրեմն սիրելիներս, Սամսոնը այդ ամեն ինչից հետո ջղայնացավ գնաց, հանկարծ ճամփին մի հատ Դալիլայի հետ սիրահարվեց։ Գիտեք, Սամսոնը արևի որդի, եթե այդպես վերցնենք, արևի տղա շայնին, sense մի հատ բան ուներ, չէ, սփռում էր ինքը որտեղ, արաս ինչ ուժեղ տղա է, բան, գնաց գլուխը դրեց Դալիլայի ոտերին։ Դալիլայի ոտերին։ Մի կին, որի անունը ցանկություն։ Ահա թե ինչ են անում։ Ընկնում են սխալ ցանկությունների գիրկը, եւ հետո սխալ ցանկությունը ինչ անում, մազերն է խուզում։ Այն ինչով որ դու օժտված էիր, այն ինչով որ դու տարբերվում էիր ուրիշներից։ Սիրելիներ, վիրավորվածությունը թալանչի է, ինքը երբեք չի բերի քեզ ինչ որ բանով օգնի, ինքը լավագույն բանը որ կբերի կլցնի մեր մեջ, զիբիլն է, աղբը։ Իսկ մենք աղբաման չենք սատանայի համար։ Մենք Քրիստոսի համար սուրբ մաքուր անոթներ պետք է լինենք իր փառքի համար օգտագործվելու։ Եվ գիտեք ինչ եղավ։ Սամսոնի աչքերը հանեցին։ Երկու աչքերն էլ հանեցին։ Կուրացավ։ Վիրավորված մարդը դադարում է իրականությունը տեսնելուց, ընկնում է լսելիքների վրա, մենակ ինչ ասին։ Հասկանում եք։ Դրանից հետո ասում են նրան կապեցին եւ ինքը էշի ջաղացի քարներ պատտում, էշի գործ էր անում։ Ում համար թշնամու համար ինքը էշի գործն անում, սկսում է սատանայի ջաղացը պատտել եւ ինչա մաղում ալուրը սարքում, որ սատանան ուտի։ Այնինչ քո զորությունը պետք էր, որ Աստված փառավորվեր։ Սրա համար մենք հաճախ ենք մոռանում մեր արժեքը Քրիստոսի մեջ, դադարում ենք հասկանալուց, որ մենք ինչքան կարևոր ենք, երբեմն վիրավորում ենք առանց մտածելու, որ դիմացինը Քրիստոսի արյան գինն է, որ ձեր համար, ինձ համար, բոլորիս համար Տեր Հիսուսը խաչ է վերցրել, մահացել է, կյանք է տվել։ Երբեմն այնքան էժանացնում ենք իրար սիրելներ, որ կորցնում ենք համ հոգևոր արժեք, համ հասկացողություն։ Ես ձեզ մի բան ասեմ, եթե դու հեշտ վիրավորվող մարդ ես, խնդրեմը քոնն է։ Ուրիշներին մի մեղադրի։ Քոնն է խնդիրը։ Հեշտ ես վիրավորվում։ Ոչ բարև ես տալի գալուց, ոչ գնալուց հաջող ես անում։ Ամեն ժամանակ քիթ ու մռութները կախ, իրար տեսնել կամ ինչ-որ։ Ես չգիտեմ, հուսամ դուք ինձ տես չեք տեսնում։ Գիտեք ինչի։ Որովհետև ինձ համար յուրաքանչյուրը շատ թանկ արժեք։ Որտեվ դուք ինձ համար Քրիստոսի արյան գինն եք եւ ինձ ձեզ ծառայելը Աստծուց տրված պատիվ եւ շնորհք է, որ ես կարող եմ ձեզ համար անել։ Եվ ես գնահատում եմ յուրաքանչյուրիդ։ Այո, կարող է այդ օրը ես քեզ արժանի քո ուզած ձևով չտեսա, չբարևեցի, ինչ որ այսօր այնքան հեշտ են իրարից նեղանում ու վիրավորում։ Այնքան հեշտ։ Ինչի՞։ Որտեվ խնդիր ունես։ Որովհետև դու քեզ այնքան ես տարել վերև, այնքան ես արդեն դու մտածում ես դե նրանք ինձ չեն հասկանում։ Կամ էլ սատանան այնքան է քեզ իջացրել ցած, երկուսն էլ անիրական են։ Որ դու ասում ես, արդեն տենց, հա։ Չէ, աղբերս, չէ, քույրս, դադարեք վիրավորվելուց, դադարեք նեղանալուց իրարից։ Սիրելներ, Հիսուսը մեր գերագույն օրինակն է, նրան վիրավորեցին, բայց ինքը չվիրավորեց։ Հələ հակառակ խաչի վրա ինչ ասեց, ների հայր, չեն հասկանում ինչ են անում։ Էլի հոր հետ էր հարցը, չգնաց ասեց անշնորհքներ, բան չի տենց, բա տես բան են անում, ես ձեզնից շատ եմ նեղացել, չէ, մոռացեք, դա քրիստոնեավայել չի, դա ճիշտ չի։ Մի մնացեք վիրավորված։
Ես շատ շատերին եմ տեսել։ Մեծ տարիքով մարդկանց եմ տեսել, որոնց փոքր ժամանակ նեղացել ու վիրավորել են։ Վիրավորողը չկա, մեռել գնացել է արդեն քանի տասնյակ տարի է։ Հələ իր մեջ պահում է։ Գիտեք ինչի։ Որովհետև հաճելի է։ Որովհետև խղճահարություն է առաջացնում դիմացինի նկատմամբ, որ դիմացինը ավելի լավ վերաբերվի քեզ։ Հիշեք, եթե դու վիրավորված ես, քեզ ավելի լավ չեն վերաբերվի։ Դու պետք է դիրքդ փոխես։ Դու պետք է հասկանաս, որ դու ընդունված ես, սիրված ես։ Ոչ մի խնդիր չկա։ Այո, ես միշտ սիրում եմ, անկեղծ եմ ասում, միշտ սիրել եմ դիմացինիս արդարացնել։ Մեկ ինձ բարև չտվի, ասում եմ, համարդ է, կարող է մտքերով էր ընկած։ Կամ մի հատ կոպիտ այ մեծ խոսած ասում, երևի լավ որ չի ունեցել այսօր։ Գնիկը հախից եկել է։ Կարալի, չէ՞։ Ես խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Մարդ ես, այսօր հանկարծ լավ չես վերաբերվել, վաղը կարող է շատ լավ վերաբերվես, խնդիր չկա։ Ինչ մահանայեմ մանգալի վիրավորվեմ, երբեմն որոշների հարաբերությունը ինքանը հեչ, մնացես բարակ, բան, էդ է մնացել էլի, որ արդեն էդ էր, հա, այդքան էդ էր կապում քեզ իրա հետ։ Վերջ, որ տենց հեղավոր եմ պոկենք։ Մի արեք։ Մի մնացեք վիրավորվածության մեջ։ Սիրելներ, վիրավորանքը մեկուսացնում է, վիրավորված մարդը վիրավորում է, վիրավորանքը փակում է երկինքը, վիրավորված մարդը սխալ որոշում է անում, վիրավորված մարդը զրկվում է տեսողությունից, ընկնում է սխալ ցանկությունների գիրկը, սկսում է թշնամու համար աշխատել, սկսում է կերակրել թշնամուն, փոխարենը որ պետք է Աստծո եւ իր ժողովրդին կերակրեր, իր եկեղեցին, իր քույրերին, եղբայրներին։ Եվ ինչ կարող է անել վիրավորված մարդը։ Միայն վատը եւ վիրավորանքը սիրելներ։ Կարիք կա ազատագրվելու վիրավորանքից։ Ուրեմն այսօր քո համար եւ ինձ համար, բոլորիս համար հիանալի ժամանակն է Տիրոջ ասել Տեր, ահա ես օգնի ինձ, որ այդ sensitive վիճակից դուրս գամ։ Չափազանց զգայուն եմ դառել։ Օգնի ինձ ամրապնդվեմ քո մեջ։ Ամրապնդվեմ Քրիստոսի նման լինեմ։ Գիտեք, վիրավորված մարդը, երբ որ ուզում է փոխվի, գիտի, որ հենց այդ պահը չի, որ ամեն ինչ փոխվում է, իր դիրքն է փոխվում մնացած բաների նկատմամբ, եւ ինքը քայլ առ քայլ կսկսի տեսնել դրա արդյունքը։ Որովհետեւ միշտ սատանան մի հատ ուրիշ ակնոց է դնում, ուրիշ բան ես տեսնում։ Երբ որ գցես մի կողմ այդ ակնոցները, կկարողանաս արդեն ավելի զորավոր կյանք ապրել։ Եվ քայլերն եմ ասում մի քանի բան, որ հիմա պիտի անենք սիրելներ։ Հիմա կաղոթենք միասին։ Այդ ամեն ինչի մեջ, ինչից որ վիրավորվել ես, գտի քո սեփական սխալը։ Միգուցե սխալը ինչի որ դու սխալ ես խոսել այդ մարդու մոտ, այլ սխալն է, որ դու այդ մարդուն այդքան թույլ ես տվել, որ ինքը մոտ լինի քեզ։ Պարտադիր չի, ինչ որ ես իմ կոնֆլիկտի ինչ որ հատուկ առարկա կար։ Երբեմն մարդիկ կան, որ մեկ-երկու հատ ջանուղուր բան ես անում, մեկ էլ տենում ես, հոп, մտան տունդ արդեն։ Չէ՞։ Արդեն մտել են ֆինանսներդ են հաշվում։ Արդեն մտել են հարսու կիսուրի հարաբերություն, չգիտեմ, ես ինչ տղա աղջիկ մերո։ Մի թողեք, մի թողեք։ Ձեր սրբարանը եւ սրբության սրբոցը մի բացեք ուրիշների առաջ։ Գտի քո սեփական սխալը, ինչ ես արել դրա մեջ, որն է քո սխալը, որ առիթ ա եղել ինքը այդ բանը անի։ Հաջորդ բանը դասեր քաղի դրանից։ Այդ վիրավորանքներն եղավ, Տեր Հիսուսին էլ վիրավորեցին։ Իր ընտանիքը եկավ, ասին եկել ենք մեր գիժ Հիսուսին տանենք, առավոտից իրիկուն քարոզում է, սրան, նրան արժեսի ինչեր է խոսում, ասում մտածել էին, թե խենթացել է, եկան որ տանեն իրան տուն։ Դասեր քաղի քո վիրավորանքներից, ինչերից որ անցել ես։ Ինչից էր, որ դու դարձար նեղացկոտ քրիստոնյա։ Եվ երրորդը վերադարձիր բաց թողած դռներին, որոնք թույլ ես տվել, որ սատանայի առաջ բաց դուռ լինի, որտեղից ինքը ներխուժել եւ եկել է քո չքնաղ այգին փչացրել է։ Փակի բացած դռները։ Փակի։ Որոշների հետ դռներ փակելը, գիտեք որն է։
Որոշների դռներ փակել ես, շատ ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարող լինել այդտեղ։ Մի գնացեք այնտեղ, որտեղ վայել չի, որ դուք լինեք։ Որոշների հետ դուր փակել նշանակում է ես պատրաստ եմ իմ նվերը ուղարկեմ, բայց շատ ներողություն ես չեմ կարող։ Որոշների հետ դուր փակելը կարող է լինի խնդրում եմ ինձ մի խառնեք այդ գործերին։ Այդ խոսակցությունն ինձ համար ավելորդ է, ես չեմ կարող։ Ոչինչ ոչ կարող եմ ձեզ օգնել, ոչ նրան օգնել, ոչինչ չեմ կարող անել, թողեք։ Եվ որոշ դռներ կան, որոնք գիտեք ոնց են փակում, մտնում ես ներս, Հիսուսի անունով փակում ես, ասում ես սատանա, ես քեզ արգելում եմ։ Իմ աղբերն է, իմ քուրն է, մի հատ էլ ծուռ նայ է ինձ։ Վաղը ուրիշ ձև կնայի, քեզ ինչ։ Ասում են, որ մի օր սատանան եկավ մտավ երկու աղբոր մեջ կռիվ էր եղել, եկավ մեկին սկսեց բզբզել, բա գիտես ինչ ասում, սկսում եմ բորբոքել։ Ասում է, լսեց, հետո հետադառնում, ասում է, լսի, ես ու իմ աղբերը, դու ով ես։ Ես իմ քուրը, դու ով ես։ Ես իր այդ երկինք եմ գնալու, այսօր չենք հասկանում, վաղը կհասկանանք, այսօր նեղվել եմ, վաղը չեմ նեղվի, կանցնի այդ ամեն ինչը, դու ով ես, մեկը դու ոչ երկինք ես գալու, ոչ էլ քո գործն էլ մենակ, սուտը, բամբասանքը, չարախոսությունը, ատելություն լցնելն ու փչացնելն ամեն ինչ։ Մեր գործը Աստծո հետ պետք է լինի, սիրելիներ։ Այն ամեն ինչ Սուրբ Հոգին բերում է մեր կյանքի մեջ, խաղաղությունը, հարաբերությունները, ճշմարիտ գործողությունները, սրանք են, որ կառուցում են մեր հոգևոր կյանքը։ Ուրեմն ճանաչի քո թշնամիներին, դուրս հանի դուրդ փակի, դասեր քաղի արածներից, իմացիր, որ իրանք արել են չհասկանալով, իսկ դու սրանից հետո արա հասկանալով։ Ես նորից եմ ասում, միգուցե շատ հարցեր կառաջանան այս պատգամից հետո, ներել չի նշանակում իրան ճիշտ հանել, նշանակում է վերադառնալ դեպի ճիշտ դիրքը, որովհետև երբ որ մենք աղոթում ենք, ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտականներին, այսինքն մի ներիր ինձ, երբ որ ես չեմ ներում։ Ներումը ճանապարհ է բացում։ Դու հետ ես քաշվում, դու ասում ես Տեր, ես ներում եմ իրան հանուն քեզ։ Եվ տեսնում ենք, որ Աստված մտնում եւ սկսում է իր գործը անել։ Ամեն։ Կանգնենք Տիրոջ առաջ, սիրելիներս։ Աղոթենք միասին, եթե ինչ-որ բան գտար և գտար, որ թշնամին այդ կերպով եկել է քեզ սկսել է քո կյանքը փչացնել, ուրեմն կարիք կա, որ այսօր քո հոգևոր դիրքը զորացնես, ուժեղացնես և քո թշնամու դեմ քո ծրագիրը, քո գործը, անելիքդ անես։ Ամեն։ Ուրեմն առաջի թշնամին, որ նայեցինք, որն էր այսօր, ծուլությունը կամ թուլությունը, կիսատ-բռատ, հետաձգում, և երկրորդը վիրավորվածություն։ Ուրեմն դենք գցենք ամեն բան, թող Տերը իր գործը անի, ամեն։ Սիրելի Սուրբ Հոգի, մենք մեզ սիրտը բացում ենք քո առաջ։ Խնդրում ենք, որ քո աննման ներկայությունը բժշկի մեզ։ Տեր, շատ տեղեր ծուլություն ենք արել, քո գործը թերացումով ենք արել, կիսատ-բռատ ենք արել, բայց աղոթում ենք, որ դու մեզ օգնես, որ մեր անելիքները կատարյալ անենք, ամբողջական անենք։ Տեր, հասկանում ենք ինչ կլիներ, եթե Հիսուսը իր գործը փրկագնության կիսատ-բռատ աներ, ծուլ աներ, չգնար առավոտ ամբողջ գիշերը չանցկացներ Աստծո ներկայության հետ, Հոր ներկայության մեջ։ Տեր, գիտենք, որ այս արդյունքը չէր լինի, բայց շնորհակալ ենք, որ այս ամենը ունենք հիմա։ Մեր Տեր Հիսուսի կատարյալ գործի շնորհիվ։ Նաև ես աղոթում եմ, որ ամեն վիրավորանք քո ժողովրդից վերցվի եւ Տեր, որտեղ սատանան խոցել է, թող որ այդ խոցված տեղերի փոխարեն, թող որ քո բժշկության յուղը հոսի մեր մեջ։ Եվ Տեր, աղոթում եմ, որ վիրավորանքի ամեն ներգործություն, ամեն դիվային ազդեցություն թող քանդվի եւ հեռանա Հիսուսի անունով։ Մեր եկեղեցու մեջ մենք չենք կարող ընդունել անհաշտությունը, չենք կարող ընդունել վիրավորանքները, չենք կարող ընդունել այն դիվային ազդեցություններից եկած խորհուրդներն ու խոսքերը, որոնք կոտրում են հարաբերություններ։ Մենք ընդունում ենք Սուրբ Հոգու գերազանց ներկայությունը, որով ստեղծվում են հարաբերություններ, որոնցով հաստատվում են հարաբերությունները եւ շարունակվում են այդ հարաբերությունները։ Տեր, շնորհակալ ենք։
նրանք, ովքեր մեզ վիրավորեցին, նրանք, ովքեր անարդար ու անիրավ վարվեցին մեզ հետ, հանձնում են քո արդար դատաստանին եւ քո արդար ձեռքերին ու գործին, Տեր։ Եվ մենք հետ ենք քաշվում եւ ասում ենք, Տեր, դատաստանը քոնն է, դու արադա, քոնն է վրեժխնդրությունը եւ մենք կատարյալ վստահում ենք քեզ, բայց ուզում ենք, որ մեր անձերը սրբես, արմատախիլ անես ամեն վիրավորվածությունը եւ մեզ տաս ազատ եւ մաքուր միտք, տաս մեզ մաքուր խճմտանք եւ Տեր լվացնես մեր սիրտը, մեր էությունը, մեր հոգին, մեր շունչը, մեր մարմինը ամեն սխալ գործողությունից եւ տրամադրվածությունից։ Մենք ամեն բան հանձնում ենք քեզ եւ վստահում ենք քեզ, սիրելի Տեր։ Թող այս ամեն բանի մեջ քո աննման անունը փառավորվի, Հայր, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ 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 Ահա նորից ձեռքերիդ մեջ է